Այսօր կան քաղաքական ուժեր, ովքեր ասում են, որ մենք պետքա չէ երաշխավորներ ունենանք եւ այլն եւ այդպես շարունակ։ Երաշխավորների թեման իրականում շատ զգայուն թեմա է մեզ համար, ինչու, որովհետեւ երբեմն մենք մոռանում ենք, որ մենք այդպիսի ռեժիմում ապրել ենք, երբ որ մենք ունենք պայմանագրային դե յուրե պարտադիր իրավական ուժ ունեցող պայմանագրային բազա, երբ որ մենք ունենք անվտանգության երաշխավորներ, ովքեր պետքա պահեն մեր անվտանգությունը, բայց այդ անվտանգության երաշխավորներից մեկը ըստ էության շատ բաց եւ թափանցիկ հայտարարություն արեց պաշտոնական այցով Բաքվում գտնվելու ժամանակ, խոսքը Բելարուսի նախագահի մասին է, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստական աշխատանքներից։ Այդ մարդը մեր անվտանգության երաշխավորներից մեկն էր, հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ։ Եվ գնալ ամեն անգամ նույն փոստի վրա կանգնել պարզապես չի կարելի։ Մենք ասում ենք, մենք ի վերջո պետքա հաղթահարենք այն ցիկլը, երբ որ մեզ թույլ ենք տալիս, որ ուրիշները օգտագործեն ուրիշների դեմ եւ դեն շփեն։